Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Ողջունում եմ Medinform-ի բոլոր հեռուստադիտողներին, այսօր զրուցել ենք բոլորից հետաքրքրող մի թեմայի մասին, դա Escherichia coli բակտերիան է, այո, բակտերիաների թեման շատերիս է հետաքրքիր, քանի որ մենք չենք էլ հասկանում, թե ինչպես են դրանք ներթափանցում մեր օրգանիզմ եւ ինչպիսի հետևանքներ են ունենում հետո մեր առողջության վրա, ինքներս կանգնում ենք փաստի առջև, որքան էլ զգուշ ենք լինում եւ պահպանում ենք բոլոր նորմատիվ կանոնները, մաքրության, ձեռքերը լվալու, այնուամենայնիվ այդ բակտերիաները ներթափանցում են մեր օրգանիզմ։ Նշեմ, որ Escherichia coli բակտերիան իր բնույթով իհարկե վնասակար է օրգանիզմի համար, բայց այն նաև անհրաժեշտ է, օգտակար է, այսինքն կա դրա քանակություն, որից բարձր դեպքում է այն վնասակար։ Թե ինչ կարելի է խոսել այս բակտերիայի մասին շատ հետաքրքիր փաստ է, ես իրով զրուցել եմ եկել Իզմիրլյան բժշկական կենտրոն եւ մանրեաբան Անուշ Աբրահամյանի հետ այս թեմայի շուրջ ենք այսօր զրուցելու։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Medinform-ի զրուցակիցն եք։ Սիրեմ, շնորհակալ։ Եվ այսպես Escherichia coli անունը ասես այդքան էլ հայտնի չէ, ոչինչ չի ասում բժշկությունից հեռու մարդկանց, սակայն վստահ եմ այս բակտերիայի հետ շատ հաճախ շատերս առնչվում ենք։ Ներկայացրեք այն ինչ է իրենից ներկայացնում եւ որտեղ է ապրում մեր օրգանիզմում։ Շատ ճանաչելի, շատ տարածված, նույն ինքը աղիքային ցուպիկն է։ Escherichia coli-ն կարելի ասել բժշկական կլինիկական մանրեաբանության մեջ ամենաճանաչելի, ամենատարածված եւ ամենաօգտակար մանրեներից մեկն է։ Քանի որ ինքը իր հատկություններով կարող է ծառայել մեր առողջությանը իօգուտ եւ ճիշտ հակառակ հանդիսանալ ինֆեկցիայի աղբյուր։ Բնակության վայրը Escherichia coli-ի հանդիսանում է մարդու եւ տաքարյուն կենդանիների հաստ աղիքը։ Առաջին իսկ օրերից, նորածնի առաջին իսկ օրերից նա գաղութացնում է աղիները եւ կարելի ասել օգնում հետագա կենսագործունեությանը երեխաների։ Այո, ինքը մորֆոլոգիապես շատ ճանաչելի է, կրկնվում եմ, գրամ բացասական, նեգատիվ, օքսիդազա բացասական, կատալազա պլյուս, միկրոբ է, ֆակուլտատիվ անաերոբ։ Իսկ այ ինչ ախտանշանների դեպքում է մարդը կարող հասկանալ, որ այս բակտերիան իր մեջ ապրում է եւ չափից շատ է արդեն։ Ասեմ ձեզ, մեր աղիների 99%-ը կազմում են Escherichia coli, նորմալ Escherichia coli, քանի ինքը չի վերածվել վիրուլենտ շտամի։ Ինչպես է վերածվում։ Ձեռք է բերում գործոններ, հեմոլիզին, շիգա, տոքսին, ֆիբրիաներ եւ այդպիսով դառնում է վիրուլենտ։ Շատ մեծ նշանակություն ունի եւ միզուղիների ինֆեկցիայում եւ որոշ աղիքային ինֆեկցիաների դեպքում եւ ներհիվանդանոցային վարակներ կարող է առաջացնել։ Escherichia coli-ն առաջացնում է ցիստիտներ, պիելոնեֆրիտներ, այդ ձեռք բերելով այդ վիրուլենտ գործոնները ուրոպաթոգեն կոլի է կոչվում ինքը միզուղիների ինֆեկցիաների ժամանակ, իր ֆիբրիաներով կապվում է ուրոթելիումին եւ խթանում բնական հետոսկը մեզի մեխանիկական։ Իսկ վերել ճանապարհով կարող է հասնել երիկամներին առաջացնելով պիելոնեֆրիտ։ Մեծ դեր է խաղում նորաձիգների մենինգիտի ժամանակ, կարող առաջացնի մենինգիտ, սեպսիս, աղիքային ինֆեկցիաներ, ներվորովայնային ինֆեկցիաներ։ Դա անտեսելու դեպքում, այո, երևի թե։ Իհարկե, այո, նորմալ Escherichia coli-ն ընդհանրապես օգնում է օրգանիզմին շատ ու շատ պրոցեսներում, օրինակ K վիտամինի, B խմբի որոշ B խմբի վիտամինների սինթեզում, նորմալ միկրոբիոտայի պահպանման, որպեսզի չխախտվի պաթոգեն միկրոօրգանիզմների ճնշման դեպքում։ Բժշկուհի, այ ինչ ճանապարհներով ուղիներով է այս բակտերիան ներթափանցում մեր օրգանիզմ, այ աղտոտված ջուրը միակ վարակման ուղին կարող է լինել։ Բնականաբար, աղտոտված ջուրը, հին սննդամթերքը, ոչ մաքուր ձեռքերը, տարբեր պարագաներ։ Իսկ վարակիչ կարող է լինել տան անդամների համար։ Անպայման, քանի որ պաթոգեն կոլին, էնտերոպաթոգեն կոլին, օրինակ բնորոշ է երեխաների դիարեայի ժամանակ, էնտերոտոքսիկ կոլին
ճանապարհորդների դիարեա կա, այդպիսի հասկացողություն կա։ Ինչ է դա նշանակում։ Ճանապարհորդության ժամանակ, երբ որ մարդը փոխում է ջուրը, սնունդը, օդը, այդպես է, չէ, ընդունված մտածել, կոլին, երբ որ էնտերոտոքսիկ կոլին կաղութացնում է աղիները, առաջացնում է դիարեա։ Կա դիզենտերիայի նման կոլի, դիզենտերիայի շիկելայի սիմպտոմները առաջացնող կոլի, դա միշտ թերահավատորեն եմ մոտեցել, որ օդը ջուրը փոխելիս, ասես ունենում են նմանատիպ խնդիրներ, փաստորեն այս բնականաբար օդի չի, ջրի չի, բայց ճնշվում է նորմաֆլորան եւ գլուխ է բարձրացնում այս խնդիրը։ Լավ, այս խնդիրը ինչ հետազոտության մեթոդներով կարելի է հասկանալ, բացահայտել։ Մեր կենտրոնում մենք կուլտիվացնում ենք սովորական, դասական, կուլտուրալ մեթոդով աճացնում ենք ագարների վրա։ Եվ տարբերակելը շատ հեշտ է, շփոթել ուրիշ միկրոբի հետ հնարավոր չի, ֆակտիչիսկի նրան ինքը շատ ճանաչելի է իր մորֆոլոգիական եւ բիոքիմիական հատկություններով։ Այդպես հիմնականում միզուղիների ինֆեկցիայի ժամանակ մեր կենտրոնում հայտնաբերվածությունը կարելի է բացահայտել։ Մեզի մեջ ենք հայտնաբերում, այդ համայնքային ցիստիտների եւ պիելոնիֆրետների ժամանակ։ Խոսենք նաեւ բուժման միջոցներից, սա հեշտ բուժելի է նախ եւ առաջ, քանի որ նշեցիք հեշտ ճանաչելի է։ Շատ կարեւորում ենք անտիբիոտիկ զգայունության որոշումը Escherichia coli, քանի որ վերջին ժամանակներում համաշխարհային խնդրեմ է առաջացել ռեզիստենտությունը հակա անտիբիոտիկային, այսինքն ինքը կայուն է վերջին ժամանակվա շտամերը բավականին կայուն են ներկա հայտնի անտիբիոտիկների նկատմամբ։ Շատ կարևոր է որոշել ձևը, անտիբիոտիկը, որպեսզի թիրախային բուժել եւ այդպես վերացնել շատ մեծ խնդրեմ է եւ շարունակում է մնալ համաշխարհային, այսպես կլինիկական մանրէաբանության ուսումնասիրության կենտրոնում։ Կխնդրեմ ձեր խորհուրդը տաք մի քանի հարցերի շուրջ, որոնց հետևելով մարդը կարող է գոնե պաշտպանված լինել այս բակտերիայի ներթափանցումից հնարավորինս։ Առաջին տեղում է հիգիենան, երկրորդ տեղում է հիգիենան, ձեռքերի, պարագաների, սննդամթերքը, բնականաբար հին սննդամթերքից խուսափել է հարկավոր, օգտագործել կաթվածթվային մթերքներ, այո, մածուն, մեր մածունը շատ անփոխարինելի է։ Շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան, շատ կարևոր այս թեմայի շուրջ մեզ հետ զրուցելու համար, մեր հեռուստադիտողի հետ կիսվելու համար։ Հարգելի հեռուստադիտող, ես զրուցում էի Escherichia coli մասին, դա նույն աղիքային ցուպիկն է, տարածված մի բակտերիա, որը մշտապես ապրում է մարդկանց եւ կենդանիների օրգանիզմում եւ իհարկե բժշկու հետ հասկացանք այն ուղիները, թե ինչպես այն ներթափանցում առհասարակ մեր օրգանիզմ եւ այստեղ շատ կարեւոր է հիգիենան, ամփոփիչ տեսքով նշեց բժշկուհին, որը իսկապես զբաղեցնում է այս բակտերիայից խուսափելու միակ ուղին։ Մանրէաբան Անուշ Աբրահամյանն էր իմ զրուցակիցը։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics